Եթերում հայպերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Հայկական ֆուտբոլի բրենդային ձայնը նրանն է։ Սպորտային ամենատարբեր գլխավոր իրադարձություններն ու առավել ևս հաղթական գոլերը կապույտ էկրանին արձանագրվել են նրա մեկնաբանությամբ։ Կարծում եմ չկա մի հայ, որին անծանոթ լինի Սուրեն Բաղդասարյանը։ Հայպերսոնայում այս լեգենդին եմ հյուրընկալել։ Նա այնքան տպավորիչ է խոսում իր անցած ճանապարհի մասին, թվում է այդ ամբողջ ընթացքում ամեն ինչին անձամբ ես հետևել։ Առաքինի պարկեշտ անձնավորություն է բոլորիս սիրելի Սուրեն Բաղդասարյանը։ Ծնվել է 1940 թվականի հունվարի 12-ին Ստեփանակերտում։ 1962-ից 1969 թվականներին սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկայի եւ տելեմեխանիկայի ֆակուլտետը։ 21 տարեկանում 1961-ին հաղթել է մարզական մեկնաբանների մրցույթում, սակայն առաջին անգամ մեկնաբանել է միայն 10 տարի անց 1971-ին։ 1973-ին Արարատի բոլոր խաղերի ռեպորտաժները հայկական ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հեռարձակվել են միայն Սուրեն Բաղդասարյանի մեկնաբանությամբ։ Հենց այդ տարի Արարատը ձևակերպել է ոսկե դուբլ, դառնալով ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր։ Սուրեն Բաղդասարյանը 50 տարուց ավելի սպորտային ծրագրող է։ Նա 5 տարի գլխավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Եղել է ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրենի տեղակալ, 8 տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ։ 1996-ին հիմնել է Ֆուտբոլ Պլյուս շաբաթաթերթը։ Հայաստանի միակ ներկայացուցիչն է, որ ամեն տարի քվեարկում է Ֆրանս Ֆուտբոլ հանդեսի ոսկե գնդակ մրցանակաբաշխության ժյուրիում։ Պարոն Բաղդասարյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայպերսոնա նախագծի հրավերը։ Ես էլ շնորհակալ եմ։ Դուք գոհ եք ձեր ընտրած մասնագիտությունից եւ անցած ճանապարհից։ Իհարկե գոհ եմ։ Ես այնպիսի ճակատագիր եմ ունեցել, խոսքը մեկնաբանությանն է վերաբերում, որտեղ կյանքում վայրիվերումներ շատ են լինում։ Պարզապես Աստծո նախախնամությամբ ես երբ մեկնաբան դարձա ու կարծեք թե սպասում էին ինձ, Արարատը ես 71-ին եմ սկսել, Արարատը դարձավ փոխ չեմպիոն, հետո դարձավ չեմպիոն ու գավաթակիր 73 թվին, հետո 75 թվին նորից գավաթակիր, 76 թվին երկրորդ տեղ, նաև այդ տարիներին Արարատը ուղղակի ազգի հպարտությունն էր դարձել, ֆուտբոլը մշակույթ էր դարձել, մարդիկ բարի էին դարձել, սեղաններ էին բացում, անհամբեր սպասում էին Արարատի հերթական խաղին։ Մենք էլ արտակարգ թիմ ունեինք, շատ բարձր մակարդակի։ Այսօր կարող են չհավատալ, ես բազմից որ ինձ անընդհատ հրավիրում են այստեղ ու այնտեղ, ստիպված ես կրկնվում եմ, ուղղակի ես շատ եմ ափսոսում, որ մենք չենք կարողացել տեսագրությունը հասցնել նոր ժամանակներին, նոր սերնդին ու մարդիկ անհամբեր սպասում են։ Հիմա էլ ես երբ փողոց եմ դուրս գալիս, միջին ու ավակ սերնդի ներկայացուցիչները, որ հիշում են այդ որ ասում են նոստալգիա, այդ իրոք իրենք այդ տարիները որ հիշում են, իրենց համար ամենալավ տարիներն են եղել։ Պարոն Բաղդասարյան, երբ դուք սկսեցիք ձեր կարիերան, ամենից շատ ում աջակցության կարիքն եք ունեցել։ Գիտեք ինչ, մեկնաբանությունը այնպիսի բան է, իմ լսարանը միլիոնից ավելի էր։ Հայաստանում, եթե այն ժամանակ մոտ 4 միլիոն բնակչություն կար, համարյա բոլորը նայում էին։ Երեխաներ, մեծեր, կանայք, տղամարդիկ, նաև սփյուռքահայերը, ասենք, որ Արարատը սկսեց լավ խաղալը, Սփյուռքից գալիս էին, մեր ռեպորտաժները տեսագրում, տանում ցույց էին տալիս, կամ բիզնես էին անում։ Իրենք օգտվում էին դրանից, իսկ մենք չկարողացանք այդ տեսագրությունները հասցնել նոր սերնդին։ Պատճառը ես բազմից ասել եմ, պատճառը նա էր, որ հանրային հեռուստատեսությունը այն ժամանակ հունգարական կասետներ էին օգտագործում, կոչվում էր կադր 3, մեծ բաբինաներով, լայնամանա շիրակամասշտաբով էլի այդ լայնաշապավեն մաներ եւ չունեին իրենք այդքան շատ լրագրողները հերթ էին կանգնում, որ հաղորդում պատրաստեն, ասենք մեկի հետ եթե պետք է բանանեին, հարցազրույցան էին բան, հերթեր ու չեր հերիքում, ինչ էլ որ ձայնագրում էինք մենք, ինչքան էլ լավ բան լիներ, չէին արխիվացնում,
Չգիտեմ ինչու արխիվացրել եմ մենակ այդ թատերական ներկայացումները, հերոստաթատրոն կար, հետո մշակույթից այդ երգերը, բայց սպորտում մենք փայլուն հաջողություններ ենք ունեցել եւ չգիտեմ ինչու չեն արել։ Իսկ այդ տեսագրությունները, ձայնագրությունները մեկ շաբաթից ավելի չէին պահում, որովհետեւ դրանք պետք է օգտագործեին ու այդ պատճառով չեն կարողացել։ Այն ժամանակ էլ այնպիսի իրավիճակ չէր, որ ես ունենայի իմ սեփական, ասենք, տեսագրիչը եւ այլը։ Այդ հնարավորությունները չկային այդ տարիներին։ Դա էր պատճառը։ Երբ դուք հայտնվեցիք մեկնաբանի աթոռին, այդ ժամանակ վստահ եմ եւ շատ անգամներ լսել եմ ձեր սերնդակիցներից, որ բավական դժվար է եղել հաստատվել, ունենալ սեփական տեղը, դիրքը, սիրելի լինել, հարգանք վաստակել։ Այդ ճանապարհին ձեզ հանդիպել են դժվարություններ կամ խոչընդոտներ։ Իհարկե հանդիպել են, ես բազմաթիվ անգամ եմ այդ մասին էլ պատմել, ուղղակի գիտեք ինչ իմ բախտը բերել է այնքանով նախ այդ հաջողությունները, որ ես 4 տարի մենակ եմ հաղորդել, բայց իմացեք, որ հատկապես այն ժամանակ հիմա էլ յուրաքանչյուրը երազում էր մեկնաբան դառնալ։ Մենք լավ դերասաններ ենք ունեցել։ Եվ բոլորը ուզում էին, օրինակ Հովակ Գալոյան կար, որ ուզում էր մեկնաբան դառնալ իր բամփ ձայնով։ 90 րոպե հնարավոր չի բամփ ձայնը լսես։ Իմ բախտը բերել է այնքանով, որ ես իմ ձայնը համապատասխանում էր մեկնաբանությանը, ասենք 90 րոպե մարդիկ կարող են լսել, առոգոնությունն է, ձայնն է, դա էլ առավելություն էր եղել։ Հետո ես մրցույթով անցել եմ ու ես արդեն պետք է այդ ժամանակ 21 տարեկան էի։ Ես պոլիտեխնիկ եմ սովորել, հետո այնպես եղավ, որ ասենք ինձ պետք է հնարավորություն տային, որ արդեն եթեր դուրս գայի, խնդիրներ կային, ես էլ միամիտ էի եւ այլ, այդքան հեշտ չէր հաստատվել։ Քանի տարի ես կորցրեցի։ Հետո երբ ես ավարտեցի, ինձ նշանակեցին Մերգելյանի ինստիտուտ մաթեմատիկական, այդ մաներ ինստիտուտ էր, որը մաներ փակ կառույց էր, եւ իրենք մոտ ինչքան 3000 աշխատող ունեին։ Իրենք հաղորդումներ ունեն, հաղորդումները որն էր, ուղղակի ռադիո հանգույց ունեին, որ ասենք տնօրենի մաներին հրամաններն էին կարդում, մեկի ծնունդն էին շնորհավորում, բան։ Ես նախաձեռնություն ցուցաբերեցի, որ այդտեղ աշխատում էի, ինքնուրույն մանավանդ այդ ժամանակ էլ սպորտը այսպես վերելք էր ապրում, ասենք Տիգրան Պետրոսյանը Բատվինիկի հետ էր խաղում ամբողջ ազգը, այսպես գանված էին, ինֆորմացիա էին ուզում ձեռք բերել եւ այլ, ես իմ նախաձեռնությամբ եւ հարցազրույցներ էի անում եւ հաղորդումներ էի պատրաստում, ու նաեւ ֆուտբոլի մասին, սպորտի մասին, ու այդպես լավ փորձ ձեռք բերեցի։ Հետո այնպես ստացվեց, որ Լևոն Դանիելյանը, իմ նախորդը, մահամերձ էր ու նորից մրցույթ անցկացրեցին, ես եկա այդ մրցույթի մասնակցեցի ու ահագին երիտասարդներ էին եկել, ամեն մեկին տալիս էի 5 րոպե խոսեն, դե արդեն տեսնում էին ձայնը հարմար է, հարմար չի կամ գրագիտություն ունի, չունի։ Ես որ սկսեցի խոսելը, մի 15 րոպե թողեցին, որ ես ռեպորտաժ վարեմ։ Հետո երբ արդեն դուրս եկա, այդ ովքեր որ ձայնագրում էին, հանրային ռադիոից էին։ Այդ տեխնիկական աշխատողը ինձ ասում էր տղա ջան, դուք լավ ձայն ունեք, բոլոր տվյալները ունեք ու դուք կարող եք մեկնաբան դառնալ։ Ասի ժամանակին անցել եմ մրցույթը։ Միամիտ եմ եղել, որովհետև մարդիկ սրերով էին ընդունում, հոնորար էին աշխատում, օրինակ ռադիոյի վերջին լուրերը, սպորտի խմբագրությունը մտնում էր ռադիոյի վերջին լուրերի մեջ։ Այնտեղ կանայք կային, որ սպորտից հեռու էին, բայց իրենք ինչ էին անում, հեռախոսով զանգում էին, արդյունք էին իմանում, վերջին լուրերին տալիս էին, ասենք ռադիոյում հաստիկով ով աշխատում էր, իրավունք ուներ աշխատավարձի չափով հոնորար ստանալ։ Ու բոլորն էլ ձգտում էին, որ հաղորդումներ պատրաստեին, հարցազրույցներ պատրաստեին, գնում էին գյուղեր, քաղաքական բան, այդպես։
ու իրենց հոնորարի չափը որ իրենք աշխատեին։ Ու ես որ կողքից եկա, արդեն սկսեցի նաև սպորտային հաղորդումներ, նաև ինքս մեջտեղ բերեցի ռադիոյի վերջին լուրերում սպորտային հանգույցը, լրաբերը եւ այլը ծուռ էին նայում ինձ, որովհետեւ ես ոնց որ իրենց ճանապարհին կանգնած էի։ Ձեր հիշողություններում ո՞րն է ձեզ համար ամենատպավորիչ եթերը, որը դուք անցկացրել եք։ Դե բնականաբար ես շատ եթերներ եմ ունեցել, հազարավոր եթերներ, որովհետև պատկերացնում եք, ես քանի որ ես պատկերացրեք, ես հաստիկով չդարձա ռադիոհեռուստատեսության մեկնաբան, բայց ինձ պաշտոնական ինձ ման էին տվել, գրքույկ էին տվել եւ այլը, խորհրդային տարիներն այնպես էր, որ ասենք ռադիոհեռուստատեսությունը պետության կողմից էր ֆինանսավորվում, բյուջե էին հատկացնում եւ հեռուստատեսությանը ինչքան որ գումար տալիս էին, այդ հոնորարների համար պետք է դրսի թղթակիցներին էլ գումար վճարեին, ասենք գնում էին գյուղ, կոլխոզ էին գնում, կոլխոզի նախագահային էին բանանում կամ սոցիալիստական աշխատանքի հերոսի եւ այլը դրանց պետք է վճարեին, ում խոսեցնում եք պետք է վճարեին, ու այդ հաստիկով աշխատողները պլանը պետք է կատարեին, ապահովեին դրսի թղթակիցներին, որ իրենք 100%-ով իրավունք ունենային, ասենք հոնորար ստանային։ Իսկ ես որ եկա, իրենց գործը հեշտացրեցի այնքանով, որ ես արդեն շատ հայտնի դարձա, որ ասեմ 1-2 ամիս հետո Դանիելյանն էլ արդեն որ կյանքին հրաժեշտ էր տվել, ես եմ փոխարինել ու մարդիկ ինձ ընդունեցին, որովհետև իմ ձայնը ինչ որտեղ Դանիելյանի ձայնին նմանվում էր, առոգոնությունը, հետո դե բոլոր դեպքերում ես նաև սպորտի բնագավառի ազնվորություն է, բացի պոլիտեխնիկից ես մարզիչների դպրոց եմ ավարտել, ուզում եմ ասել բոլոր հիմքերը կային, մարդիկ ինձ ընդունեցին, ես մտածում եմ օրինակ Լևոն Դանիելյանը իմ կուռքն էր։ Ես մտածում եմ, որ ժողովուրդը իրեն պաշտում էր, շատ էին սիրում, որ Լևոն Դանիելյանի որևէ մեկը չի կարողանա փոխարինի, բայց հետո ինձ ընդունեցին։ Հետո ինքը որ մահացավ, արդեն որ մրցաշրջանը սկսվեց, ես արդեն որ մրցույթով անցել էի բան, բոլորը անհամբեր սպասում էին, թե ով է լինելու մեկնաբանը։ Ես առաջի ռեպորտաժը որ վարեցի, եկա Հանրապետական ստադիոն, տեսնեմ մոտ 200 հոգի հավաքվել էին այդ կենտրոնական մուտքի մոտ, այդ կենտրոնից որ մտնում եք տրիբունայի ներքևի մասը։ Հետո ոստիկաններ կանգնած ինձ ասեց երիտասարդ դուր է գնում, դե բան էին տվել, անցագիր էին տվել, ասեցի հաղորդման եմ գնում, դուք եք հաղորդավարը, որ իմացա սա սկսեց ապահարելը, դա ինձ համար մեծ ոգևորություն էր, որ մարդիկ ինձ արդեն ընդունել էին։ Ես արդեն 2-3 ամսվա ընթացքում Արարատն էլ որ լավ էր խաղում, ես շատ հայտնի դարձա ու նաև սկսեցի իմ նախաձեռնությունը, իմ էվիդությամբ ես նախաձեռնող եմ ամեն ինչը։ Ու համոզեցի, որ մանավանդ Արարատն էլ չեմպիոն դարձավ, համոզեցի, որ վերջին լուրերում 5 րոպեանոց այդ բլոկը մացրեցին, վերջին լուրերիններ, լրաբերներ, սփյուռքահայության համար ես շաբաթ բանը օրու մեջ հաղորդումներ էի տալիս, Լիբանանը ամիջապես այնտեղ ինձ լսում էին։ Ուզում եմ ասել, ես այդպես ու հետո էլ այնպես ստացվեց, որ իմ պաշտպանը հենց Կենտկոմի առաջին դեմքերն էին, առաջին քարտուղարները, սկզբից Քոչինյանն էր, Արարատը որ չեմպիոն դարձավ, Քոչինյանն էր այդ ժամանակ։ Ու իրենց մակարդակով թիմին նայում էին, այլապես Արարատին չէին թողնի չեմպիոն դառնալ։ Թիմը լավ էր խաղում, բայց խնդիրներ կային բազմաթիվ։ Ասենք ընտանիքների նայելն է, ինստիտուտի հարցեր, բնակարանի հարցեր, մեքենայի հարցեր, Կենտկոմի առաջին քարտուղարի մակարդակով էր։ Ես էլ մտել էի այդ բանի մեջ, ու իմ թիկունքը արդեն իրենք էին, եւ Քոչինյանը եւ Դեմիրճյանը, երկուսն էլ ինձ համակրել են, ու ես արդեն անկաշկանդ էի ու ազատ էի, ասում էի այն ինչ որ տեսնում էի, ճշմարտությունն էի ասում, չէի կաշկանդվում ու դրանք մեծ առավելություն էին։ Հենց Սուրեն Բաղդասարյան անունը լսում եմ, իմ մոտ ասոցացվում է դեռ 80-ական թվականները, երբ Արարատը խաղում էր Սովետական միության առաջնությունում, ու այդ ժամանակ բոլորս լսում էինք Սուրեն Բաղդասարյանի մեկնաբանությամբ Արարատի խաղերը,
Գիտեք ինչ, նա այնպես էր մեկնաբանում, որ խաղը ավելի հետաքրքիր էր դառնում ու իմ կարծիքով մեկնաբանը հենց այդպեսին պետքա լինի, որ կարողանա դիտարժանություն մտցնի խաղի մեջ, անգամ ոչ դիտարժան խաղը իր մեկնաբանությամբ դիտարժան էր լինում ու էսի փոքր ժամանակվանից տպավորվել է հենց մեր մոտ նրա մեկնաբանությամբ Արարատի խաղերը։ Չնայած դուք շատ պատրաստված եք առաջին անգամ եթեր մտել, այնուամենայնիվ հիշում եք որոշակի լարվածության դրվագներ եւ այլն։ Գիտեք ինչ, լարվածությունը միշտ կա, եթե որ դուրս ես գալիս։ Առավել եւս որ եթե գիտես որ քո լսարանը ամբողջ հանրապետությունն է, գիտես որ նույնիսկ սփյուռքն է լսում, որտեղ ես Բեյրութ գնացել եմ, կներեք, ասեմ ուրեմն դե այնտեղ էլ խենթ էին, մեկը կար Ժիրար էր անունը, բաներ դպրոցի ուսմասվար էր, ինքն էլ խենթ էր ֆուտբոլի, հրավիրել էր իրենց տուն, ասում էր պարոն Բաղդասարյան, գիտեք ես ռեպորտաժը որտեղից եմ լսում, ամբողջ այդ 45 րոպեն զուգարանում նստում եմ, որովհետև ամենալավը այնտեղ ավելի լավ է բռնում ու այնտեղից բան եմ ուզում եմ ասել մարդիկ ֆանատ էին եւ ես գիտեի որ այդքան լսարան ունեմ բնականաբար այդ լարվածությունը կար բայց արդեն որ սկսում էի հաղորդումը արդեն կտրվում էի աշխարհից արդեն տարվում էի խաղով մտնում էի ոնց որ դերի մեջ էի մտնում բայց ոչ թե դերասանություն էի անում ես ինքս տեղով ֆուտբոլի խենթ էի եւ թիմն էլ լավ էր խաղում, արդեն ես կլանվում էի, իմ բոլոր ուղեղները անջատվում էին, հետո ես նույնիսկ բժիշկներին էի ասում, որ երևում է ուղեղը լավ չեն ուսումնասիրել, որովհետև հետագայում արդեն այնպես ստացվեց, որ ես լինում էր, որ խաղերից առաջ վատ էի զգում, գլուխս էր ցավում, ստամոքսս էր ցավում, մտածում էի, որ չեմ կարողանալու ռեպորտաժը վարել ու կարող է ձախողեմ, հետո բայց հենց որ սկսում էի ռեպորտաժը, ոնց որ ուղեղը բոլոր կենտրոնները անջատում է, արդեն դու այդ որ ասում եք լարվածություն, այդ արդեն չի մնում դրանք, արդեն ես տարվում եմ, մտածում եմ միայն ռեպորտաժների մասին, ու հետո երբ ռեպորտաժը ավարտում եմ, տեսնում եմ ոչ գլխացավ ունեմ, ոչ ստամոքսի ցավ ունեմ, ու ինքը բուժում է, ոչ թե այդ բանը, այդ ոնց որ ուղեղի բոլոր կենտրոնները բան են հանգստանում են ու ոնց որ բուժում ես դրա համար ես իմ հարազատներին բոլորին ասում եմ որ ուղեղը պետք է մարզել ասենք կարդալն է չգիտեմ բազմաթիվ բաներ ասենք թեկուզ ինչ որ հուշեր ես ունենում խոսում ես հիշողություններդ վերարտադրում ես ինձ հիմա էլ որ ասենք փողոցում հանդիպում են հարցնում են ես բոլոր հարցերին պատասխանում եմ, որովհետև ինքս գիտեմ դրանով մարզում եմ իմ հիշողությունը, մարզում եմ իմ ուղեղը, որը առողջություն է։ Այսինքն ես նաև բժիշկ եմ դարձել ու բժիշկներին ասում եմ, որ ամենամեծ բուժող օրգանը ինքը ուղեղն է։ Ուղեղը ամեն ինչ կառավարում է։ Ես դրա մեջ համոզվել եմ իմ մասնագիտությամբ։ Անսահման աշխատասեր է, միշտ հիշում եմ, որ ասում է, որ կապ չունի այդ պահին իրեն վատ է զգում, գլուխն է ցավում, թե ջերմություն ունի, միևնույն է, երբ հայտնում է խոսափողի առաջ, ամեն բան աշխարհում անեանում է, ու մնում է միայն ինքը, իր բարձրախոսը ու ֆուտբոլը։ Հիշում եմ, որ փոքր էինք, քույրիկս երևի թե 10 տարեկան կլիներ ու կոտրել էր դրան ապակին ու ձեռքը վնասել էր ու բավական լուրջ վնասվածք էր ստացել։ Կարիք եղավ հիվանդանոց գնալու, կարեր դնելու ու պատկերացրեք այդ իրարանցումը, որ ստեղծվել էր այդ իրավիճակում։ Այս ամեն ինչը տևում է ժամեր ու պապիկս միայն իմանում է այս մասին, երբ արդեն ամեն ինչ ավարտվել էր ու պատճառը այն էր, որ ինքը շախմատ էր խաղում ու այնքան ընկնված էր այդ խաղի մեջ, որ անգամ չէր նկատել այդ աղմուկը։ Արարատը արտագնախաղերը խաղում էր ու հնարավորություն չկար դիտելու հեռուստատեսությամբ, այլ ռադիոյով էինք լսում։ Նա այնպես էր մեկնաբանում, տպավորություն էր, որ մենք այդ խաղին ներկա ենք եղել։ Դա շատ կարևոր էր ու մեր ավելի փոքր տարիքին մեր մեջ ոնց որ սեր էր առաջացնում դեպի ֆուտբոլը։ Դուք ձեր տեղը զիջել եք երիտասարդներին։ Հիմա չեք կարոտում հեռուստաեթերները, հեռուստատեսությունը, ձեր ակտիվ աշխատանքը։ Ես չեմ կարող շարունակել, որովհետև նախ տեսողությունս,
լսողությունս այն չի։ Եվ չեմ կարող այն մակարդակով ես հաղորդումներ տանել, կարող ես անուններ սխալ տամ, հիմա էլ գիտեք ինչ այնքան մարդիկ այդ ինտերնետում կոմենտներ կան, հազարում է բան կան, ու պիտակավորումը կլինի, ես չեմ էլ կասկածում, կասեն Սուրեն Բաղդասարյանը խաղացողներին չի ճանաչում։ Ես ճիշտ ժամանակին հեռացել եմ։ Չնայած ես Գինեսի ռեկորդ եմ սահմանել, էդ էլ ասեմ։ Ես 50 քանի տարի փաստորեն սպորտային մեկնաբան եմ, արդեն քանի է 55-56 տարի է։ Հիմա էլ ես էլի սպորտի բնագավառում եմ, էլի մեկնաբան եմ, ինձ կանչում եք, սա էլ է մեկնաբանություն, սա էլ է հարցազրույց, ասինքն ես մեկնաբանական գործունեությամբ եմ զբաղված, բայց 90 րոպե հաղորդելը լրիվ ուրիշ բան է։ Ասինքն քո օրգանները պետք է նպաստեն դրան։ Լավ չես լսում, լավ չես տեսնում, դա հաստատ կխանգարի ու նաև իմ իմիջը կընկնի, իմ հեղինակությունը կընկնի։ Իսկ այսպես ուրիշ է, ես գալիս եմ, մեկնաբանում եմ, ասում եմ ճշմարտությունը, ժողովուրդը գիտի, ինչ ճանաչում է, հարգում են, իմ կարծիքը բոլորի համար կարևոր է, ու նաև թերթն եմ հրատարակում, տնից եմ աշխատում, ամեն օր հսկայական թարգմանություններ եմ անում, ու կինս էլ է ասում, հերիք այդքան աշխատել ես, այդքան չի կարելի ծանրաբեռվածության ենթարկվել, բայց ես հասկանում եմ, որ դա առողջություն է, որ ես զբաղված եմ, որ իմ ուղեղը զբաղված է, դա առողջություն է։ Դրա համար ես բոլորին խորհուրդ եմ տալիս, որ մարդիկ զբաղված լինեն, մարդիկ աշխատեն, հատկապես ուղեղը մարզեն, ու եթե ես ուղեղս մարզում եմ, հիշողությունս պահպանվում է։ Ճիշտ է, այն հին խաղացողներին բոլորի ես հիմա, բայց իմ տարիքում ես արդեն 85-ն անց եմ, բայց իմ տարիքում արդիկ հիշողություն են կորցնում, ամեն ինչ կորցնում են։ Պարոն Բաղդասարյան, դուք գոհ եք։ Կներեք, ինձ համար շատ հաճելի է, որ դուք հաղորդումը տանում եք ուրիշ ուղղությամբ եւ ավելի հետաքրքիր է, ասենք այն իմաստով կոնկրետ գործունեությունը։ Ես ուրախ եմ, որ հարցերը ձեզ դուր են գալիս, պարոն Բաղդասարյան։ Դուք հետևում եք հայ երիտասարդ սպորտային մեկնաբաններին եւ արդյոք գոհունակություն ունեք նրանց մեկնաբանությունների հետ կապված։ Ուրեմն ասեմ, քանի որ ես ինքս օբյեկտիվ եմ, ես չեմ կարող կեղծ բան ասել։ Իհարկե կան խելացի մեկնաբաններ, գրագետ մեկնաբաններ, որոնք համապատասխանում են։ Բայց գիտեք, ես օրինակ մի քանիսը կան, նրանց իրենց ասենք կողքից խորհուրդ եմ տվել, համենայն դեպս ես ինձ ճանապարհ որ անցել եմ ու այդ մարդիկ ուղղել են այդ սխալները։ Օրինակ, եթե ես խորհրդային տարիներին ես հանկարծ օտարալեզու բաներ օգտագործեի, այդ որ օրինակ ասում են save, չգիտեմ, playmaker, անգլիական բառեր են օգտագործում ու տեղնոտեղը մանկանեին, ինձնից կհրաժարվեի, որովհետև ես ասեմ, որ բոլորն էլ լսեն ու իմանան, հեռուստատեսությունը, մեկնաբանը, հաղորդավարը նաև պատասխանատվություն է կրում նաև լեզվի զարգացման հարցում, հասկանում եք, ես իմ գործունեության ընթացքում անընդհատ, գիտեք ում հետ էի ես շփվում, նույնիսկ ընկերություն էի անում, մեր լեզվաբանների հետ, օրինակ Հախվերդյանը, Լևոն Հախվերդյանը, ակադեմիկոս էր, լեզվաբան էր, Թումանյանագետ էր, խենթ էր, ամեն խաղից հետո զանգում էր ինձ, Սուրեն, այս բանը սխալ ասեցիր, հետո ինձ ասում էր, գիտես ինչ Սուրեն, վարպետությունը եւ գրագիտությունը ընդգծվում է պարզության մեջ, դու բարդ նախադասություններ պետք չի որ ասես, առավել ևս որ մեկնաբանության ժամանակ դու ստիպված ես գոլային պահերը արագ այդ իրավիճակները որ ներկայացնես, դու պետք է ասենք այնքան կատարելագործվես, բառապաշարդ այնքան հարուստ լինի, որ կարողանաս այդ իրավիճակները տարբեր ընդ որում չկրկնես, նույն բառի նույն նախադասության մեջ չկրկնես։ Ես օրինակ թերթը որ խմբագրում եմ, բոլորն էլ ասում են, որ նույն բառը նախադասության մեջ չի կարելի կրկնել։ Ու դրա համար ուզում եմ ասել, որ ման այդ կան լավ մեկնաբաններ կան, բայց շատերն էլ կան, որ օրինակ քմծիծաղ են տալիս։ Մարդ կա, որ մեկը 2 մետրից գոլ չի խփել ու ունեց քմծիծաղ տալիս, որ շատ տհաճ է։
Եթե ինքը գնա փորձի դիրքից խփի, երևի կընկնի ու ընդհանրապես վնասված կստանա։ Որովհետև ես ինչի եմ ասում, խորհրդային տարիներին մեկնաբանկար Վլադիմիր Մասլաչենկո, ինքը սպորտի վաստակավոր վարպետ էր, խորհրդային միության հավաքականի դարպասապահ էր։ Ինքը որ եկավ, ռուսերենին լավ չէր տիրապետում, ինքը գրագետ չէր։ Կենտրոնական հեռուստատեսությունում հիմնականում մեկնաբանները, նաև մեր հայրենակից Գյորգի Սարգսյանցը շատ բարձր մակարդակ ունեին, ամեն մեկին եթեր չէին թողնել համամիությունական ռադիո կամ համամիությունական հեռուստատեսությունը չէին թողնել։ Մասլաչենկոն եթերում շատ էր չարաշահում իր ֆուտբոլային գիտելիքները։ Ու ես նկատեցի, դե շփվում էի հայտնի ֆուտբոլիստների հետ, հայտնի մարզիչների հետ, Արարատի մարզել էին գիգանտ մարզիչներ, Մասլովը, Սիմոնյանը, Գլեբովը, որոնց հետ ընկերություն էի անում, ճանապարհ էի գնում, հաց էին կիսում եւ այլը եւ այլը։ Բոլորը սրերով են ընդունում, երբ դու, ասենք, եթերում բան ես, ինչ որ դաս ես տալիս ուրիշին։ Մի քիչ գեղեցիկ չի, բայց հիմա կան երիտասարդներ, որ այդ բաները չեն անում։ Ավելի պետք չի մասնագիտության մեջ, մեկնաբանական մասնագիտությունը, այո, բայց քո մասնագիտությունը չի, որ, ասենք, մարզիչին դաս տաս, կամ, չգիտեմ, կամ օտար բառեր օգտագործես, դրանցից պետք է ազատվեն։ Որպես սպորտային մեկնաբանի կատարյալ օրինակ, դուք ինչ խորհուրդ կտաք հայ երիտասարդ մեկնաբաններին, որն է ձեր ամենակարևոր խորհուրդը նրանց։ Ամենակարևոր խորհուրդը ամեն օր պետք է զբաղվել ինքնազարգացմամբ, ինքնակրթությամբ, որովհետև ես համոզվել եմ, որ գրագիտություն ձեռք բերելը սահման չունի։ Ու դու պետք է այնպես լինես, որ մեկնաբանը պետք է հատկապես լեզվին այնքան լավ տիրապետի, որ խնդիրներ չունենա։ Նույն միտքը տարբեր ձևերով օգտագործի, եթե դուք արդեն շաբլոնի կաղապարի եք վերածում, արդեն լավ չեն ընդունում։ Ես թերթն էլ ասենք, երբ խաղ եմ վերլուծում գրում եմ, ձգտում եմ, որ այս մի հոդվածը, այս մի վերլուծությունը մյուսի նմանը չլինի։ Այսինքն ես իմ ամբողջ կյանքում իմ գործունեության ընթացքում չնայած հաստատվել եմ, այդուհանդերձ միշտ ձգտել եմ, որ ավելի լավ տիրապետեմ լեզվին, որովհետև ես նորից եմ ասում, դա նաև սերնդի, մատաղ սերնդի բանի համար, քանի որ նստում են էկրանի մոտ, լսում են մեկնաբանությունը ու նաև անգիր են անում, սովորում են, նաև ինքնակրթվելու հնարավորություն է։ Որն է կյանքում ձեր ամենամեծ ձեռքբերումը կամ հաջողությունը։ Դա իմ ընտանիքն է։ Ես բախտ եմ ունեցել ոչ միայն մեկնաբան դառնալ, որին ամբողջ ազգն է ընդունել ու հիմա էլ ինձ հարգում են, մեծարում են, ու նաև շատ լավ ընտրություն եմ կատարել։ Իմ կինը ուղղակի, ինչ ասեմ, իմ բոլոր հարցերում ինքը իմ թիկունքն է եղել։ Եվ այդ տեսակետից ես երջանիկ եմ, լավ երեխաներ ունեմ, լավ թոռներ ունեմ, ուղղակի ես անցյալ տարի այդ դժբախտությունը, որ եղավ Դավիթից կորցրեցինք, մեր ֆուտբոլային աշխարհը բոլորը գիտեն ինքը ով էր, ոչ թե իմ թոռներ, ես դրա համար եմ ասում, ինքը իրոք մեր սպորտային լրագրությունը եւ ընդհանրապես ֆուտբոլը կորցրեցին այնպիսի ազնվորության, որը անընդհատ իր ուղեղի մեջ գաղափարներ էին։ Մենք իր հետ պայմանավորվել էինք, որ այդ թանգարանը ինքը որ բացել էր Ուրարտուի, դա եզակի է։ Դա նույնիսկ զարգացած երկրներում են գրանտ ակումբները ձևի թանգարան չունեն, բայց բոլոր իրենց թանգարանը պահում են։ Հայաստանում չեն կարող այդպիսի թանգարան ունենալ, որովհետև Դավիթը մեկ այդ սպորտսմեններին բանին բոլոր իրեն հարգում էին, այդ մեդալները, պատվոգրերը, այդ ամեն ինչը հավաքել է, գավաթները եւ այլը եւ այլը։ Եվ ինձ ասում էր, արդեն իր ուղեղի մեջ նաեւ էր գաղափար էր, որ պապիկ հարի բան անենք, նաեւ մանը պետական թանգարանում պատկերասրահ բացենք, աշխարհի հայ անվանի մարզիկների թանգարան բացենք։ Դե դա շատ ծանր աշխատանք է։ Մենք գնացինք թանգարանի տնօրենի մոտ, ներկայացրեցինք այդ ծրագիրը, ընդ որում հովանավոր էլ կար, որևէ խնդիր չունեինք,
ու պետք է ձեռնամուխ լինեինք ու պետք է գործով զբաղվեինք։ Ցավոք սրտի ամեն ինչ Դավիթս որ հրաժեշտ տվեց, ամեն ինչ խառնվեց իրար։ Ինքը ջահելների համար օրինակ էր։ Իհարկե ես էլ եմ օրինակ, բայց Դավիթ ինքը իր ճանապարհը ինքնուրույն ամանարել։ Իհարկե իմ գործոնը կային իմաստով, որ սկզբից ես իրեն, ասենք, ճանապարհը ցույց տալիս ֆուտբոլ պլյուս թերթում իրեն ասում էի գնա հարցազրույց արա, հոդված գրի եւ այլը։ 6-7 տարի ինքը թերթում աշխատել է, հսկայական փորձ է ձեռք բերել ու սկսել է իր ինքնակատարել գործમાં զբաղվել ու բարձր մակարդակ է ձեռք բերել, որ իրեն կանչում էին, արդեն լեզվին այնպես էր տիրապետում, արդեն այնպես էր վարպետացել, որ որևէ խնդիր չուներ, ինքն էլ շատ պահանջարկված էր։ Այդպես էր եւ ինքը պետք է կյանքը վայել էր։ Դա է ցավալին, որովհետեւ ինքը խնդիր չուներ։ Ասում եմ, դուք գիտեք, ֆիլմը նայել եք, ինքը լեզու գիտեր, ֆիլմեր էր հանել, անընդհատ աշխատանքի մեջ էր, բարձր պաշտոններ էր վարում, ակումբներում բարձր պաշտոններ ու բոլորը ուզում էին, որ Դավիթը իրենց Գանձասարում մամուլի ծառայության բաններ, հետո Ուրարտուում ասեցի գործադիր տնօրեն էր, կոմերցիոն գծով փոխտնօրեն էր, Փյունիկում գլխավոր քարտուղար էր, այսինքն պատրաստ էին, ինքը խնդիր չուներ աշխատանքի տեսակետից, գրկաբաց բոլորը իրեն պատրաստ էին, որովհետև ինքը իրոք շատ բարձր մակարդակի մասնագետ էր ու արդեն քանի որ շատ զբաղված էր, ուզում էր մեկնաբան դառնալ, հետո դրանից հրաժարվեց, բայց դե մեկ է իրեն կանչում են այն ամենտեղ։ Որպես պապիկ, թե իր ընտանիքում, ինչպես նաև իր մասնագիտության մեջ, ինքը անմնացորդ նվիրվում է, կապ չունի դա լրագրությունն է, թե մեկնաբանությունը, թե ընտանիքը, ինչ որ մի բան, որ ինքը սիրում է, իրոք դա իր համար տարերք է դառնում։ Շատ հոգատար մեր հատկապես թորների հետ հարաբերությունները շատ հատկանշական է ու իրոք կարող եմ ամենայն անկեղծությամբ ասել, որ ինքը մեզ պաշտում է, մենք էլ իրեն ու տատիկիս ու իրականում դժվար է չպաշտելը։ Դուք շատ մեծագույն սիրով խոսեցիք ձեր կնոջ մասին։ Ո՞րն է ամուր ընտանիքի հիմքը։ Դե ամուր ընտանիքը, երբ ընտանիքում կա փոխադարձ հարգանք, սեր կա, բայց այդ նվիրվածությունը լրիվ ուրիշ է։ Այսօր էլ իմ կնոջը երեխաները տատիկին, իրենց տատիկին պաշտում են։ Ինքը ուղղակի ընտանիքի հենասյունն է, ինչ ուզում են ասեն ընտանիք ձևավորողը կինն է։ Ես մեծ հեղինակություն էի, ինձ պաշտում էի, ես խնդիրներ չունեի, կարող էի աշխատել գիշեր-ցերեկ, ես էլ եմ աշխատասեր եղել, ինքն էլ խնդիրներ, դժվարություններ ենք հաղթահարել, բայց միևնույն է ընտանիքը ինքն է ձևավորել։ Եվ ստեղծել է այնպիսի ընտանիք, որ ես շատ բախտավոր եմ։ Ես դրա համար իհարկե բախտավոր եմ, որ մեկնաբան եմ դարձել, հայտնի եմ դարձել, դա ամեն մեկին չի տրված, ու արտոնյալ վիճակում եմ, կարելի է ասել, բայց ընտանիքս ես որ գնում եմ, հանգստանում եմ, ամեն ինչով շատ լավ եմ զգում։ Ու թորնիկներս էլ բոլորն էլ գրեթե բոլորը հասել են իրենց նպատակին, 3 թորնիկներս, աղջիկ թորնիկներս դուրսն են կրթություն ստացել ու լավ մասնագետներ են, իրենց աշխատանքը ունեն։ Դու պետք է կայանաս կյանքում։ Կյանքը շատ բարդ է եւ շատ դաժան է, անարդարությունները շատ են։ Ես հնարավորություն եմ ունեցել աշխարհը ոտի տակ եմ տվել, շատ երկրներում եմ եղել, շատ ազգերի հետ եմ շփվել։ Դու պետք է կարողանաս ինտեգրվել կյանքին։ Իմ համար շատ սիրուն գեղեցիկ է իրանց տեսնելը, որովհետև շատ յուրահատուկ զույգ են, նույնիսկ այս տարիքում իրանց նվիրվածությունը, իրանց հոգատարությունը, իրանց սերը շատ նկատելի է։ Պապիկս երբեք առիթը բաց չի թողնում, որ ամենայն հարգանքով ու ամենայն գովասանքով խոսի տատիկիս մասին, միշտ ասում է, որ տատիկս մեր տան հենասյունն է ու դա ամբողջովին ճշմարտություն է ու իրոք
իրոք կարողացել է ստեղծել այն ընտանիքը, որը մենք հիմա կանք, ու պապիկս միշտ շատ գովասանքով ու գնահատանքով է խոսում, որովհետև ինքը շատ է զբաղված եղել դրսում ու ընտանիքի ներսում տատիկս կարողացել է այդ ամբողջ մթնոլորտը ստեղծել։ Ինչպես եք վարվել այն մարդկանց հետ, ովքեր անազնիվ են եղել ձեր նկատմամբ։ Դե գիտեք ինչ, ես հասել էի այն մակարդակի, ֆուտբոլն էլ մասսայական էր, ես էլ մեծ հեղինակություն ունեի, պարզապես նախանձողներ շատ կային։ Բայց դե ես էլ ինչքան որ գրագիտություն ես ձեռք բերում, կրթվում ես, բան ես անում, դու պետք է նորմալ ընդունես։ Խանդում են, դա էլ մարդկային հատկանիշ է, ինչ կարող ես անել։ Շատ մարդիկ կային, որ ինձ նախանդում էին։ Ինքը կյանքը շատ սիրող ու նաև կյանքը տոն դարձնող մարդ է, առիթ բաց չի թողում, որպեսզի հավաքույթներ կազմակերպի, ինչ-որ հետաքրքիր միջոցառումներ, կարող եմ օրինակ նշել, որ տարիներ առաջ նույնիսկ ինքը սկսել է մեր լոտոյի ավանդույթը, որ որոշակի բյուջե էր հավաքում, հետո այդ ամբողջը բաժանում էր մեր թորների մեջ ու մենք խաղում էինք լոտո ու ոչ ոք երբեք պարտված դուրս չէր գալի այդ խաղից, որովհետև դա էլ էր կոմպենսացնում, բայց կարևորը այն էր, որ բոլորս իրար գլխի էինք հավաքվում ու տենց հիասքանչ ժամանակ էինք անցկացնում։ Նա բոլորի համար սիրված մարդ է ու բոլորը նրա հետ կարող են ընկերնարիքով մեծա, բայց ընկերություն անել, շփվել, գիտեք ինչ, այդ 90-ական թվականներին, երբ մեր ֆուտբոլում չկար այդպիսի լուսաբան, միայն երևի ֆուտբոլ պլյուսն էր, որ լուսաբանում էր, նա համարյա բոլորին ճանաչում էր, բոլոր ֆուտբոլիստներին, թիմերին, նա բոլորի հետ ոնց որ ասած շփվում էր, բոլորիս հետ ընկերություն էր անում, անգամ հավաքականի խաղերին մեր հետ գալիս էր խաղերում, մեր հետ այնտեղ տեսնում էր, թե մենք ոնց ենք պատրաստվում, անընդհատ շփվում էր, ընկերություն էր անում, մի խոսքով չնայած տարիքին նա լավ ընկերություն էր անում բոլորիս հետ ու տեղյակ էր մեր բոլոր առօրյայից, մեր ֆուտբոլիստների, մարզիչների։ Ինչ չեք կարող ներել մարդկային հարաբերություններում։ Դավաճանությունում։ Դա ամենավատ բանն է։ Այնպես որ կյանքից փորձը շատ է։ Պարոն Բաղդասարյան, ում գնահատականն է ամենից շատ կարևոր ձեզ համար հիմա կյանքի այս շրջանում։ Իմ գնահատականը ես որ շարունակում եմ աշխատել ամբողջ ազգի, որովհետև ֆուտբոլը շատ մասսայական մարզաձև է, համազգային մարզաձև է ու ֆուտբոլի միջոցով Հայաստանը հայտնի դարձավ։ Չեք պատկերացնում 73 թվականին Արարատը որ առաջին տեղում էր ընթանում, այդ հսկա կայսրության բանում հետևից էին ընկել, որ չեմպիոն չդառնար։ Նույնիսկ կենտրոնական այդ լրատվամիջոցներն էին գրում, ինչպես կանգնեցնել Արարատին։ Ու ես բազմաթիվ անգամ եմ ասել, Արարատի չեմպիոնությունը բացառիկ էր այդ հայտնի մեկնաբանկար Նիկոլայ Ազուրովը, ասում էր չեմպիոններ շատ են եղել, Արարատ ստայիտ ասաբնյակում, Արարատը առանձնահատուկ էր։ Դրա համար իրոք Արարատը այդ աստղերը բարեբախտություն էր, որ տենց հավաքվեցին ու հայ տղաներ, պատկերացնում եք, փոքր երկիր, ընդ որում Խորհրդային Միությունն էլ Եվրոպայի ամենաուժեղ առաջնությունը ուներ, եւ Արարատը երբ առաջի տեղ էր գնում, 4 միավորով փոկվել էր Կիևի Դինամոյից։ Ուկրաինայից 5 թիմ էր խաղում, Խորհրդային Միության բարձրագույն խմբում, ու բոլորը միացել էին, որ Արարատին գցեն Կիևի Դինամոյին չեմպիոն դարձնեն։ Դուք պատկերացնում եք Արարատը ինչ ճանապարհ է անցել։ Այդ ամենը ես որ տեսել եմ ու ես խոսում եմ Արարատ 73-ի մասին, շատերը չգիտեմ, թե նախանձում են, թե ինչ ասում են, էլի Սուրեն Բաղդասարյանը Արարատի մասին խոսեց, բայց Արարատ 73-ը մեր ազգին մեծ փառք բերեց, մեծ ճանաչում բերեց նաև միջազգային ասպարեզում։ Արարատը այն թիմն էր, խորհրդային թիմերից, որ Բավարիային հաղթեց։ Պատկերացնում եք, դա ինչ է նշանակում, աշխարհի 5 չեմպիոներ խաղում։ Պապիկիս ու տատիկիս մաղթում եմ քաջ առողջություն, ուզում եմ, որ շատ կորով եւ ուժ, որպեսի դիմանան հաղթահարեն այն ծանր կորուստին, որ նախորդ տարին բերել է, սովորեն դրա հետ ապրել, ու ուզում եմ, որ կյանքը այնուամենայնիվ շռայլ գտնվի իրենց հանդեպ ու բերի պահեր, որ իրենց ոչ միայն կապրեցնի, այլև կոգեշնչի իրենց։
առողջությունը ամենակարևորը, որովհետև իմ կարծիքով նա արդեն շատ մեծ բան է արել մեր հայկական ֆուտբոլի համար ու ամենակարևորը առողջությունն նրան, որպեսզի վայելի այդ ինչ որ արել է մեր հայկական ֆուտբոլի համար։ Ուղղակի միայն առողջությունն է։ Ո՞րն է ձեր ամենամեծ ցանկությունը կամ գուցե երազանքը կապված հայ սպորտի հետ։ Երազանքս դեռ որ հաղորդումներ էի վարում բան, մտածում էի, որ նորից Արարատը կրկնվեր։ Որտեղ որ ես որ մտածում եմ, եթե ինչ որ ձևով հնարավոր լիներ այդ տղաներին հետ բերել, նախապատրաստել, մենք միջազգային ասպարեզում էլ հաջողություն կունենայինք։ Երազում եմ, որ հիմա էլ ասենք արդեն չեմ կարող այդպիսի բան երազել, բայց երազում եմ, որ Հայաստանի հավաքականը գոնե մի անգամ ընկնի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, որ տեսնեն դա ինչ է նշանակում։ Ես քանի աշխարհի առաջնության եմ գնացել, Եվրոպայի առաջնությունների եմ գնացել, այնտեղ երկրներ կան, որոնք դռները փակում են ու գալիս են աշխարհի առաջնություն։ Օրինակ Խորվաթիայի հավաքականը, ես 98 թվականի աշխարհի առաջնությանը Ֆրանսիայում ներկա էի։ Խորվաթիայի հավաքականը եկավ եզրափակիչ էր դուրս գալիս։ Կիսա եզրափակչում բանին Ֆրանսիայի հավաքականին հաղթում էր, հետո այնպես ստացվեց, որ այդ խաղում պարտվեց, թե չէ եզրափակիչ էր ընկնում։ Ամբողջ այդ Խորվաթիան 4 միլիոն կարծեմ բնակչություն ունեն ու հիմա էլ այդ իրենց հավաքականի շնորհիվ հիմա իրենց ֆուտբոլը միջազգային ամենաբարձր մակարդակի է ու շարունակվում է։ Ու դա նախանձությամբ եմ ես նայում, մենք ունեցել ենք այդ մակարդակը մենք ունեցել ենք։ Մենք հիմա միջազգային ասպարեզում մենք պետք է հայտնի դառնանք։ Իսկ սպորտով ինչ ուզում են ասեն, սպորտը քաղաքականություն է եւ կարեւոր քաղաքականություն է։ Սպորտի միջոցով դու կարող ես քո երկիրը ճանաչելի դարձնել։ Օրինակ Հենրիկ Մխիթարյանի ծառայությունը այդ տեսակետից անգնահատելի է։ Բոլորը գիտեն, որ Հենրիխը մանից է, Հայաստանից է։ Շատերը ես գիտեմ, քանի որ ես թիմերի հետ գնացել եմ, շատերը չգիտեն Հայաստանի տեղը։ Ոչ միայն չգիտեն, մենք Նորվեգիայի հետ որ գնացել ենք խաղալու, դե ես նաև ֆեդերացիայի մամուլի քարտուղարն էի, խաղից առաջ պաշտոնական ճաշկերույթ են տալիս։ Ուրեմն իրենց հավաքականի այդ էլիտան էր։ Ղեկավարները, ասինքն գործկոմի անդամներ էին, չէին իմանում, թե հայերը ինչ կրոն ունեն։ Ուրեմն այնպես ստացվեց, որ այդ ճաշկերույթի ժամանակ մեկը ցենց երևի ամաչելով հարցրեց. դուք ինչ կրոն ունեք, որ ասեցի քրիստոնյա ենք, ապշել էր։ Հետո Սուրեն Աբրամյանն էլ ժամանակ ֆեդերացիայի նախագահ էր, որին ուզում էին ձայնագրեի։ Իրեն որ ասեցի, ինքը մի դասախոսություն կարդաց, այդ ճաշկերույթը վերածվեց դասախոսության, որ հայերը առաջինն է, որ պետական կրոն են ընդունել եւ այլն։ Այսինքն ես իմ գործնեությամբ եւ նրանք, ովքեր որ այդ ֆուտբոլում եղել են ու միջազգային ասպարեզում շփվել են աշխարհի հետ եւ այլն, ես հասկացել եմ, թե ֆուտբոլի միջոցով մենք իրոք շատ բանի կարող ենք հասնել։ Մեր երկիրը կարող ենք շատ հայտնի դարձնել ու դա շատ կարեւոր է, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, տարբեր բաների։ Շնորհակալ եմ, պարոն Բաղդասարյան, ձեզ հետ զրուցելը իսկապես շատ հաճելի էր, գեղեցիկ եւ տպավորիչ։ Ես ձեզ մաղթում եմ քաջ առողջություն եւ երկար տարիների։ Ես այնքան հուշեր ունեմ, որ չգիտեմ որը ասեմ, որը թողնեմ։ Ու դրա համար էլ Անի ջան, տեսեք, ես խոսեցի, մտածված եմ խոսում, որ հիշողությունս պահպանվի, որ ուղեղս ղեկավարի իմ մարմինը։ Ձեզ քաջ առողջություն, պարոն Բաղդասարյան։ Ձեզ հետ հայ պերսոնան էր։ Կհանդիպենք։